Բարձր դատարան սույն գործով իրավական գնահատման առանցքում պետք է դրվի ոչ թե զուտ այն հարցը, թե արդյոք ընտրական գործընթացում առանձին խախտումներ առկա են, թե ոչ, այլ այն հարցը, թե արդյոք այդ խախտումները իրենց բնույթով, ծավալով եւ ազդեցությամբ կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա եւ կասկածի տակ դնել ընտրողների կամքի ընդհանուր արտահայտումը։ Այսպես, դիմողների ներկայացրած փաստարկներում նկատվում են վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործման հետ կապված պնդումներ։ Նման իրավիճակ Սահմանադրական դատարանը գնահատել է նաև 2021 թվականին ՍԴՎ 1606 որոշմամբ։ Այդ գործով ևս դիմողները պնդել էին, որ նախընտրական քարոզարշավում օգտագործվել է վարչական ռեսուրս, այդ թվում պետական կամ համայնքային մարմինների աշխատակիցների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների եւ որոշ դեպքերում նաև երեխաների ներգրավման միջոցով։ Խոսքը վերաբերում էր ոչ թե պարզապես քաղաքական միջոցառմանը որևէ անձի ներկայությանը, այլ այն պնդումներին, որ հանրային համակարգի հետ կապված անձինք մասնակցել են քարոզչական միջոցառումների, ներգրավվել են կազմակերպչական գործողություններում կամ օգտագործվել են այնպիսի հանգամանքներ, որոնք կարող էին դիտարկվել որպես վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործում։ Սահմանադրական դատարանը չբացառելով առանձին դրվագների իրավական նշանակությունը արձանագրել է, որ նման պնդումները հիմնականում դրվագային բնույթ են կրել, իսկ գործով չի հիմնավորվել, որ վարչական ռեսուրսը օգտագործվել է կազմակերպված եւ զանգվածային եղանակով կամ որևէ կերպ ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նույն չափանիշը կիրառել է նաև սույն գործով։ Եթե դիմողները հղում են անում առանձին դեպքերի, օրինակ պետական կամ համայնքային աշխատակցի մասնակցություն քարոզչական գործունեությանը, կրթական հաստատության աշխատակցի կամ աշակերտի ներկայացում քարոզարշավային միջոցառմանը, հավաքի կազմակերպչական աջակցություն կամ աշխատանքային կամ դասաժամի ենթադրյալ օգտագործում, ապա նրանք պետք է ապացուցեն ոչ միայն այդ դրվագի փաստը, այլև դրա կազմակերպված զանգվածային բնույթը եւ ընտրությունների վերջնական արդյունքի վրա դրանց ազդեցությունը։ Առանձին դրվագները չեն կարող փոխարինել այդ ապացուցմանը։ Այս հատվածական դրվագները առանձին քննության կարող են ենթարկվել այն տեսանկյունից, արդյոք կոնկրետ աշխատակիցները գործել են իրենց նախաձեռնությամբ, աշխատանքային ժամին, ծառայողական հանձնարարությամբ կամ համայնքային ռեսուրսների օգտագործմամբ։ Բայց անգամ այդպիսի հարցերի քննարկման պայմաններում դեռ չի կարելի խոսել ընտրողների կամքի ընդհանուր պատկերի աղավաղման մասին եւ չի պատասխանում այն հարցին, թե ինչու պետք է մեկ կամ մի քանի նման դրվագի հիմքով անվավեր ճանաչվի ամբողջ ընտրությունը։ Նույնը վերաբերում է կրթական հաստատությունների, ուսուցիչների կամ աշակերտների մասնակցության վերաբերյալ պնդումներին։ Եթե այդպիսի դրվագներ եղել են, դրանք կարող են քննարկվել կրթական գործընթացի կազմակերպման, վարչական ռեսուրսի կամ քարոզչական սահմանափակումների տեսանկյունից։ Սակայն նման դրվագներն իրենց բնույթով չեն ապացուցում, որ ընտրությունների արդյունքի աղավաղում է տեղի ունեցել։ Ավելին, եթե խոսքը վերաբերում է աշակերտների մասնակցության, ապա այդ անձինք որպես կանոն նույնիսկ ընտրող չեն, եւ դիմողները պետք է առավել եւս բացատրեն, թե այդ հանգամանքը ինչպես է ազդել ընտրողների քվեի կամ ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Ընտրությունների ամբողջական անվավերության համար անհրաժեշտ է ցույց տալ, որ պաշտոնատար անձը ինչ ռեսուրս է օգտագործել, որ ընտրողների նկատմամբ, ինչ ծավալով եւ ինչպես է դա ազդել վերջնական արդյունքի վրա։ Դիմողները այդ պատճառական կապը չեն ապացուցում։ Ինչևէ, հարկ եմ համարում արձանագրել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար դատապարտելի է ցանկացած գործողություն, որը կարող է ստվեր նետել ընտրական գործընթացի արդարության, ազատության եւ թափանցիկության վրա։ Եվ այս առումով անդրադառնալով նաեւ դիմողների ներկայացրած սակավաթիվ դրվագներին հարկ եմ համարում փաստել, որ կրթական հաստատությունների, ուսուցիչների մասնակցության այդ սակավաթիվ առանձին դեպքերին տրվել է օպերատիվ արձագանք։ Մասնավորապես, Արմավիրի քոլեջի դեպքի առնչությամբ խիստ նկատողություն է տրվել դիմողների կողմից ներկայացված դրվագում ներգրավված կուրսղեկին եւ վերջինիս գործառույթները որպես կուրսղեկ դադարեցվել են։ Օպերատիվ կերպով արձագանքի արժանացել նաեւ ապարանում կրթական հաստատություններին առնչվող դրվագը, դրանում ներգրավված դերակատարներին տրվել է խիստ նկատողություն, ինչպես նաեւ հաղորդում է ներկայացվել դատախազություն դեպքի վերաբերյալ։ Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խստագույնս արձագանքում է ուսումնական հաստատությունների քաղաքական գործընթացներում ներգրավման ցանկացած դրվագի եւ այս շրջանակներում նաեւ համապատասխան միջոցառումներ են իրականացվել ուսումնական հաստատություններում քաղաքական ուժերի քարոզչության կամ հակաքարոզչության դրվագների վերաբերյալ։ Անդրադառնալով ֆինանսավորման հատվածին, անվիճելի է ընտրական ֆինանսավորման թափանցիկությունը հավասար ընտրական մրցակցության
կարևոր երաշխիք է։ Եթե որևէ կուսակցություն ստանում է չհայտարարված նյութական առավելություն, թաքցնում է քարոզչական ծախսերը կամ նախընտրական հիմնադրամից դուրս իրականացնում է քարոզչական ծախսեր, ապա դա կարող է եւ պետք է առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն։ Բայց ընտրությունների արդյունքների անվավերության հարցում այս բնույթի խախտումների մասին պնդումը պետք է անցնի նույն սահմանադրաիրավական տեստը։ Պետք է ապացուցվի նախ խախտման փաստը, ապա դրա իրական արժեքը, հաշվարկման մեթոդաբանությունը, օրենքով դրա հայտարարման պարտադիր լինելը, խախտման ծավալը եւ վերջապես դրա ազդեցությունը ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Ամեն դեպքում նշենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին անհատույց օգտագործման իրավունքով ստացել է 129 տարածք, նշված տարածքների օգտագործման արժեքը հաշվարկվել եւ ներառվել է նախընտրական հիմնադրամի ծախսերի կազմում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի 02 որոշման 10-րդ գլխի 89-րդ կետի պահանջներին համապատասխան։ Համապատասխան հաշվարկները եւ հիմնավորումները սահմանված կարգով ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի 02 որոշման 10-րդ գլխի 89-րդ կետի համաձայն սույն կարգի 85-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքերում անշաշ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու շուկայական արժեքը որոշելիս որպես շուկայական արժեք հիմք է ընդունվում տվյալ անշաշ գույքի կադաստրային արժեքի 2.5%-ը հաշվարկված տարեկան կտրվածքով։ Հետևաբար կուսակցության կողմից անհատույց օգտագործման իրավունքով ստացված տարածքների արժեքի հաշվարկը եւ հաշվառումը կատարվել են գործող իրավական կարգավորումներին լիարժեք համապատասխանությամբ։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը սահմանում են թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները, նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման եւ իրականացման հետ կապված ծախսերն իրականացնում են նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին են կատարվում զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման ծախսերը, համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում քաղաքական գովազդի հրապարակման ծախսերը, նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների եւ հետազոտությունների իրականացման ծախսերը, նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ եւ նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով տարիչների տարածքների վարձակալման ծախսերը, ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման ծախսերը, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի պատրաստման, տեղադրման, ձեռքբերման, փակցման, ընտրողների տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ տպագիր նյութերի պատրաստման եւ տարածման հետ կապված ծախսերը, նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության հետ կապված ծախսերը, նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը, վստահված անձանց տրվող փոխհատուցման ծախսերը։ Նշված հոդվածի առաջին մասում նկարագրված ապրանքներ եւ ծառայությունները, եթե մատուցվել են անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում։ Կուսակցության ընթացիկ գործունեության ապահովման ուղղված ծախսերը չեն կարող համարվել եւ չեն հանդիսանում նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին կատարվող ծախսեր ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի իմաստով։ Հետևաբար կուսակցության հաշվապահի, վարորդի, գործավարի, ինչպես նաև այլ հաստիկային աշխատակիցների աշխատավարձերի գծով ծախսերը ենթակա չեն ներառման նախընտրական հիմնադրամի ծախսերի կազմում։ Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերին, ապա կուսակցությունը նման միջոցառումների կազմակերպությունն ամբողջությամբ արտապատվիրակել է համապատասխան ծառայություն իրականացնող մատուցող կազմակերպություններին։ Այդ ծառայությունների դիմաց կատարված բոլոր վճարումները պատշաճ կերպով արտացոլվել եւ ներառվել են նախընտրական հիմնադրամի հաշվետվություններում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախընտրական քարոզչության նպատակներով որևէ ֆիզիկական անձ կուսակցությանը անհատույց կամ հատուցելի ծառայություն չի մատուցել։ Բարձր դատարան, քանի որ դիմողների կողմից անդրադարձ եղավ կուսակցության նախընտրական հիմնադրամի ծառայված ծախսերին, մասնավորապես տրոնային ներկայացմանը, հարկ եմ համարում արձանագրել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Domino Video Productions կազմակերպությունից ձեռք է բերել ծառայությունների փաթեթ, որի շրջանակներում նաև քարոզչության ընթացքում մեր նախընտրական հանդիպումների ժամանակ
կազմակերպվել է 9 դրոն շոու։ Ծառայությունների փաթեթի ընդհանուր արժեքը կազմել է 264 միլիոն դրամ, ինչը հայտարարագրված է։ Այս առումով միջնորդում ենք բարձր դատանին գրավոր հարցում ուղարկել Domino Video Productions ընկերությանը, հայցելով ծառայությունների փաթեթի բացվածքը, տեխնիկական պարամետրերը եւ այլն։ Ինչ վերաբերում է քաղաքացու օրվա կապակցությամբ արված ծախսերին, բարձր դատանին միջնորդում ենք գրավոր հարցում անել վարչապետի աշխատակազմ եւ հայցել տեղեկատվություն այդ շրջանակներում արված ծախսերի բացվածքի եւ կազմակերպած միջոցառումների մանրամասների վերաբերյալ։ Նման միջնորդությամբ դիմում ենք նաեւ մայիսի 28-ի զորահանդեսի առնչությամբ, համարելով, որ պետք է պաշտպանության նախարարությունից հայցել տեղեկատվություն կատարված ծախսերի մանրամասների վերաբերյալ։ Հաշվի առնելով վերօշարադրյալը, պետք է արձանագրենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գործել է ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանված կարգավորումներին խիստ համապատասխան, բացառելով նախընտրական հիմնադրամի սահմանաչափի գերազանցումը։ Ինչևէ, հարգելի գործընկերներ, եթե քննարկման առարկա ենք դարձնում միմյանց նախընտրական ծախսերը, ապա արձանագրենք նաև հետևյալը։ Միասնության թևեր կուսակցության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված նախընտրական հիմնադրամի հաշվետվությունում արտացոլված են շուրջ 209 միլիոն դրամի չափով չկատարված կրեդիտորական պարտավորություններ, որոնք առաջացել են նախընտրական քարոզչության շրջանակներում ստացված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների դիմաց։ Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ նախընտրական քարոզչության հետ կապված ծախսերը կարող են կատարվել բացառապես նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։ Իսկ հայտարարել է 175 շտաբ եւ ոչ մի աշխատող այդ շտաբներում։ Ուժեղ Հայաստան դաշինքը 120 շտաբ եւ ոչ մի աշխատող այդ շտաբներում։ Կրկին Ուժեղ Հայաստան դաշինքի հաշվետվությանը անդրադառնամ 98 տող հաշվետվության մեջ նշված է 0 արժեքով, դրանք ներառում են գովազդային ծառայություններ, տրանսպորտային միջոցների վարձակալություն եւ այլն, եւ որոնց վերաբերյալ գրված է, որ գումարը պարզ կդառնա վերահաշվարկից կամ հաշիվ ապրանքագիրը ներկայացնելուց հետո։ Կարող ենք արդյոք ունենալ ողջամիտ կասկած, որ այս 98 տողերի իրական արժեքների պարզ դառնալուց հետո կատարված ծախսերը կգերազանցեն օրենքով նախատեսված սահմանաչափը։ Կարծում եմ կարող ենք։ Վերադառնալով Հայաստան դաշինքի կողմից արված ծախսերին արձանագրենք, որ ողջ քարոզչության ընթացքի համար դաշինքը հայտարարել է ընդամենը 27 միլիոն դրամ միջոցառումների կազմակերպման եւ տեխնիկայի վրա, ինչը կարծում ենք, որ շուկայական արժեքից բավականին ցածր արժեք է ներկայացված։ Ինչևէ, բարձր դատարան ամփոփելով նորից վերահաստատեմ մեր պնդումը, որ ներկայացված դիմումները չեն հաղթահարում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու շեմը եւ ենթակա են մերժման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լսում եմ ձեզ։